Դիմում եմ նրանց, ում սրտում և երակների մեջ հոսում է հայրենասիրության, հայրենիքին անմնացորդ նվիրվելու սրբազան արյունը։ Սիրելի ուխտավորներ, այս սրբավայրը կարող էր լինել տեղ գյուղի ցանկացած տարածքում, քանի որ գյուղի ամեն թիզ հողը սրբատեղի է, օծված հայրենասիրությամբ, ոգեղեն է։ Գյուղի կամավորական ջոկատի տղաների արյուն կա թափված այստեղ։ Այս հերոսական վայրում, որտեղ տեղցին ու նրա հզոր կամավորական ջոկատը քայլել, կռվել ու հաղթանակել են պատերազմի ժամանակ և նրանցից հետո, խաղաղ ստեղծարար աշխատանք արարել մատաղ սերնդի համար, դարձել է սրբատեղի։ Վառեք ձեր սիրտն ու տաքացրեք հայրենիքը, որովհետև նրանից բարձր ոչինչ չկա աշխարհում։ Միշտ եմ ասել, քաջի համար անհնարին ոչինչ չկա։ Հայրենիքի համար մի ափսոսացեք ոչ ձեր կյանքը, ոչ արյունը, ոչ փողը, որովհետև երբ հայրենիքը վտանգվի, նրա գոյությունը դառնա օրհասական, ձեր կյանքն ու հարստությունն այլևս ոչ մեկին պետք չեն լինելու, ոչինչ չեն արժանանալու։ Պատմական և մնայուն գործեր արեք և թողեք հայրենիքին, նրա մատաղ սերնդին ի գիտություն, որպեսզի մեր սրբավայրերը չքանդվեն հակառակորդի կողմից, վառ ու կենդան մնան։ Կառուցեք ամեն բարիք միայն հայրենիքի համար։ Սրանք պատահական խոսքեր չեն, այլ կյանքով ու փորձով հաստատված ճշմարտություն և իմաստություն։ Անցողիկ են բոլոր պաշտոնները, մնայունը կատարած գործն է ու հիշատակը։ Այսօր ու միշտ ձեր հրամանատարն եմ մնալու, ձեր ընկերն ու ավագ եղբայրը։ Պատերազմի թե խաղաղ օրերին միշտ էլ կանգնած եմ լինելու իմ պաշտելի տեղ գյուղացիների, հայ ժողովրդի, երկրից բանակիս ու նրա հրամանատարների կողքին, իբրև նախկին Մելո, ով շարժման առաջին օրից, որսորդական հրացանն առել, հավաքել է գյուղի քաջերին առաջնորդել նրանց, պաշտպանելու հայրենիքը։ Աշխարհի բոլոր անկյուններում բիզնես կարող ես ստեղծել, լավ գործարար լինել, կարող ես բիզնեսում հաջողությունների հասնել, բայց չես կարող հայրենիք ու բանակ կառուցել։ Դրանք ուրիշ հասկացություններ են, վեր են անձերից, բոլոր սրբություններից, իսկ դրա համար պետք է առաքյալ լինել և առաքելություն ունենալ։ Այսօր հողով, պաշտոնով չես զարմացնի, դրանք կգան ու կգնան, հարստությունը, հողն էլ ոչինչ են, դրանք անցողիկ են, որքան էլ քրտինք թափես, տանջանքով ստեղծես։ Ինչ ենք թողել պատմության մեջ, ինչ ենք արել հայրենիքի համար, դա է կարևորը։ Կարող ենք միայն մարդ լինելով, մարդկային վերաբերմունքով, հայրենիքի համար անմնացորդ նվիրված լինել։ Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. այս աշխարհից ոչինչ չենք տանելու, ինչ անում ենք, թողնում ենք հայրենիքին։ Ճիշտ է ասել, ամենաուժեղ հայն իր հայրենիքը պահող, նրան գործով սիրող, նրա վրա դողացող մարդն է, մարդուց միայն նրա բարի անունն ու գործն է մնում։ Քաջը միշտ քաջ է մնում, մեռած թե ողջ։ Արցախյան պատերազմի և քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ես որպես հրամանատար միշտ էլ համոզվել եմ, որ քաջի համար տարիքային սահմանափակում չկա։ Քաջը երկնքից էլ կարող է դաս տալ, հողի տակից էլ։ Հպարտ եմ, որ հայրենիքիս հանդեպ խնդիրներս գերազանց և մինչև վերջ անթերի եմ կատարել։ Խիղճս մաքուր է, հոգիս հանգիստ, որ կարողացել եմ այդքանն անել և մինչև վերջին շունչս պատրաստ եմ սխրանքներ կատարելու։ Դա է իմ միակ հարստությունը, որ մնացել է ինձ հետ։ Բոլորին եմ խնդրում հայրենիքից չհեռանալ։ Հայրենիքն իր մարդկանցով է հայրենիք, իր ժողովրդով։ Հայրենիքից նեղանալ ու խռովել չկա։ Թող հայն ապրի և խաղաղ արարի իր երկրում, թող այս սրբավայրն էլ սերունդների համար դառնա սրբազան պատմություն ու տարեգրություն, դաս ու դասագիր, հայրենյաց սրբազան մատյան։ Տեղի կամավորական ջոկատի քաջերի կատարած սխրանքների, անուրանալի քաջագործությունների ու թափված արյան, որի ամեն կաթիլը
հայրենասիրության, պաշտելի հայրենիքի պաշտպանության ու հզորացման կրակ բառի ամեն հայի սրտում։